Արեք այսօր ես ասեմ նրա մասին, ինչի մասին բոլորն են լռում։ Եվ Ազգեն Սարգսյանի, ասենք, սեյֆում գտնվող փաստաթղթերը, որը ահաբեկչությունից վայրկյաններ հետո հատուկ գործողություններ կատարեցին, այդ սեյֆի թղթերը անհետացան։ Այդ արձանագրված էր Ազգեն Սարգսյանի սեյֆում։ Սա թվում է, թե զուտ փողերի լվացում։ Դառավ շատ մեծ խնդրեմ ընդհանուր միջև մեր 44 տարվա պատերազմի պատմության, եթե սեյֆ շարունակվի, նաև քաղաքացիական պատերազմ։ Ում գրպաննագնացի կամ որ երկիր է գնացի։ Ոչ մի շահագրգիռ, ով ֆինանսավորման հետ կապված որևէ բառ չի ասում։ Հայաստանը միջոց էր, թե չեչենական պատերազմի զենքի մատակարարման, թե Իրաքի պատերազմի ծրագրման, հատուկ գործողությունների, Փաշինյանի եւ ընտանիքի թունավորման կանսպանության հետ եմ կապված։ Քրեական գործերը կոծկվել են։ Մենք մեր երկրի դեմ ենք աշխատում։ Շարունակությունը դա Պուտինի դեմ ահափորձն էր։ Պետության մեջ պետություն հանցավոր խմբերի։ Կան ապացուցված փաստեր, այդ ապացուցված փաստերով պետք է որոշումներ կայացվեն։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր 2000-ից 2003 թվականներին Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության կառավարությունում Տարոն Սահակյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սահակյան, չափազանց հետաքրքիր թեմա ենք այսօր քննարկելու, ձեր միտքն է ուշագրավ, հա, դուք անկախ Հայաստանի կոռուպցիոն պատմությունը բաժանում եք երկու մասի, մինչև հոկտեմբերի 27 եւ հոկտեմբեր 27-ից հետո։ Ինչու այսպես կտրուկ ու այսպես։ Գիտեք, որ խոսենք փաստերով։ Մինչև հոկտեմբերի 27-ը ինչ վիճակ էր եւ հոկտեմբերի 27-ը տեղի չունենալու պայմաններում ինչ կլիներ։ Ուրեմն ես ձեզ ասում եմ զուտ թվերը, որտեղ դա սիրողական մակարդակով չեմ ես ասում, փոքր ճակերտներ բացեմ, մինչև հոկտեմբերի 27-ը Ազգեն Սարգսյանը ինձ հրավիրեց ակադեմիայի պրեզիդենտի Ֆադետ Տաչատիչի աշխատասենյակ, ես դրա մասին հարցազրույց եմ տվել եւ իրեն խոսքերն եմ ասում, ինչ Կարեն Սերոպիչը ինձ ասել է դուք լավ էկոնոմիստ եք, լավ տնտեսագետ եք, ինչ խորհուրդ կտաք, պատասխանատվություն վերցնեք, թե չվերցնեք։ Եվ այդ ժամանակ ես տիրապետելով, ասենք, տնտեսության վիճակին, իմ կարծիքը հայտնեցի, որ ավելի լավ է կատարել ինվենտարիզացիա, նույնիսկ օրինակ բերեցի, ասեցի, եթե մարդը մի հատ բուտկա է վերցնում, ասենք մեջը ինչ կա, չկա, ցուցակագրում է, ասենք ես կամ գարեջուր, ես կամ սիգարետ, բան, որ տեսնի, ասենք կասայի մուտքը, ելքը նոր վերցնի։ Եվ այդ հիմնական վտանգները ես ներկայացրեցի, որ գոյություն ունի բյուջեի դեֆիցիտ, որը այդ ժամանակ պաշտոնապես 30 միլիարդ էր, գոյություն ունի համաշխարհային բանկի կողմից պարտադրվող քաղաքականություն, սա 4-րդի մասին էր, էներգետիկային լուրջ խնդիրներ կային, բոլոր ոլորտներում լուրջ խնդիրներ կային։ Բայց դե մի հատ շատ էական բան կա, որ բոլորը լռում են։ Արեք այսօր ես ասեմ նրա մասին, ինչի մասին բոլորն են լռում։ Բոլորը լռում են, եթե նույնիսկ հատուկ են դրա մասին ասում են, օրինակ ասենք Ազգեն Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո հայտնաբերվեց, որ պաշտոնապես ասենք 30 միլիարդ է դեֆիցիտը, բայց իրականում 130 միլիարդ է։ Բայց չեն մեկնաբանում այդ 100 միլիարդը ինքը որպես փող Հայաստանի համար այդ ժամանակ լուրջ փող էր, բայց մեծ հաշվով այդպես փողեր չի, որ ասենք կոռուպցիոն սխեմաներով լվացվել դուրս է եկել։ Ինչ կապ կարող է ունենալ հոկտեմբերի 27-ի հետ։ Եվ Ազգեն Սարգսյանի, ասենք, սեյֆում գտնվող փաստաթղթերը, որը պարզվեց, որ հենց ահաբեկչությունից վայրկյաններ հետո հատուկ գործողություններ կատարեցին, այդ սեյֆի թղթերը անհետացավ, չէ՞։
ինչ կոռուպցիոն սխեմաներ են բացահայտում եւ ինչ վտանգ կարար ներկայացնել այն խմբավորումների համար, որը մինչև հոկտեմբերի 27-ը առաջացել էին եւ հոկտեմբերի 27-ից եթե չլիներ, այդ հոկտեմբերի 27-ի արդյունքում ստեղծվեց ավելի կատարելագործված եւ համակարգվեց ու առաջացավ համակարգային կոռուպցիա։ Ուրեմն մինչև հոկտեմբերի 27-ը ես այսօր մի քանի կոնկրետ օրինակներ բերեմ։ Մինչև հոկտեմբերի 27-ը ասենք միջուկայի վարելիքի մատակարարման սխեմաները սենց էր կատարում։ Ռուսաստանի բյուջեից գումարները վարկ էր հատկացվում Հայաստանին, միջպետական համաձայնագրերի հիման վրա։ Գումարը չէր գալի Հայաստան, փոխանցվում էր ռուսական կամպանիաներին։ Միջուկային վարելիքը մատակարարվում էր, վարելիքի հիման վրա արտադրված հոսանքը մի մասը արտահանվում էին, մի մասը ներսի խոշոր սպառողներ, ասենք Նայրիդի միջոցով կամ ասենք Արմեներգոյի միջոցով եւ ամբողջությամբ փոշի անում էին։ Սա թվում է թե զուտ փողերի լվացում է։ Սա թվում է թե լուրջ փողերի լվացում է, ասենք գազի սխեմաները վերցնենք։ Գազը մատակարարում էր Վրաստանի տարածքով, վճարումը կատարում էր ոչ թե Գազպրոմին, այլ տրանզիտ կամպանիայի միջոցով վճարվում էր եվրոպական Ավստրիա Ռայթֆազենբանկ։ Այսինքն Հայաստանը դարել էր եւ Հայաստանի տնտեսությունը դարել էր Ռուսաստանի բյուջեի եւ ռեսուրսների թե փողերի լվացման, թե ռեսուրսների փոշիացման մի հատ օֆշոր պոլիգոն, օֆշոր։ Եվ սա, եթե մենք ռազմաքաղաքականը դրա չլներ, դրա ռազմաքաղաքական նպատակը չլներ, եւ Հայաստանի միջոցով, ասենք Հայաստանը ներքաշելով տենց խոշոր փողերի լվացման մեջ, մենք դիտեինք որպես բոլոր երկրներում էլ արեք ծուրը նստեք, ոնց որ ասենք դուզը խոսանք, բոլոր տեղերն էլ ասենք այդ կոռուպցիան էլ կա, էս էլ կա, այն էլ կա, բայց տվյալ դեպքում, Հայաստանի դեպքում արդեն կար երկու շատ վտանգավոր բան, որը հենց հոկտեմբերի 27-ից հետո դարավ շատ մեծ խնդրեմ ընդհանուր միջև մեր 44 օրվա պատերազմի պարտության, էլ չեմ ասում, ես կանխատեսում եմ, եթե սեր շարունակվի, նաև քաղաքացիական պատերազմ։ Եվ այդ կանխատեսումը հիմա այստեղ հիմնավոր է։ Ու առաջի հարց, առաջին։ Եթե հոկտեմբերի 27-ը այդ տեղը, ժամանակը, աշխարհակաղակական զարգացումների պահը, դաժան սպանության ձևերը, այդ ձևի չկազմակերպեն, արդյոք հնարավոր էր Վազգեն Սարգսյանի սեյֆը, ասես կոպիտ ասած, մաքրել տանել։ Եվ ի՞նչ է այդ սեյֆի պարունակությունը, որը մինչև հիմա բացահայտված չի։ Ինչ կապ ունի այսօրվա հետ։ Ես բառացիորեն ասում եմ այսօրվա հետ։ Անցնենք հոկտեմբերի 27-ից էլի կոնկրետ օրինակ բերեմ։ Սևան Հրազդան կասկադը փողերի լվացման ճանապարհով օտարվում է, փողերի լվացման ճանապարհով, կառավարության որոշումով 2004 թվականին։ 2002 թվականին, 2004-ին ձևակերպվում է։ Դրանից հետո կասկադը վերավաճառվում է մի քանի 100 միլիոն դոլարով։ Դրանից հետո նորից վերավաճառվում է։ Այդ գումարները եվրոպական կոնկրետ երկրների միջոցով, ինչքան գիտեմ Սերբիայի, նորից վերադառնում է, ասենք, Ռուսաստան, Ռուսաստանի միջոցով Հայաստան, կոնկրետ խմբավորումների ֆինանսավորման համար։ Դուք պատկերացնում եք ավելին, հեղափոխությունից հետո պատերազմող երկրի ամենացածր սակագին ունեցող էլեկտրոէներգիայի արտադրության գծով, ամենացածր սակագին ունեցող ձեռնարկությունը ինչ անում, սնկացվում է։ Պատերազմող երկրի ռազմավարական կարևորագույն օբյեկտը։ Եթե նայենք, ասենք, համքահունքային ռեսուրսների առումով, չէ, ասենք, մենք ունենք, ինչքան հիշում եմ, 10 թվականից ունենք մենք օրենսգիրք, ընդերքի մասին օրենսգիրք, որ երկար չբացատրեմ, այս 30 տարվա մեջ, ասենք, ինչ որ Հայաստանից դուրս է եկել, եթե այդ օրենքը պահպանվեր եւ իօգուտ պետությանը գործեր այդ օրենքը, մենք հիմա պետք է եսիմ հարյուրավոր տոննաներով ոսկի, արծաթ, ռեյնի, եսիմ ինչ ունենայինք պահուստավորված, որտեղ sense այդ օրենսգրքի, եթե օրենսգրքի համաձայն գործվի, այդ ընդերքը դա կազմակերպության սեփականությունը չի, դա ժողովրդի սեփականության եւ սահմանադրության։ Այդ կոնցենտրատի մեջ ընդունեք ոսկու տոկոսը, եթե 0.3%-ից ավել է, դա պետք է պետության հետ վերադարձնես։
մի գրամ ոսկի, մի գրամ արծաթ, մի գրամ չգիտեմ ինչ վերադարձվել է, չի վերադարձվել։ Եվ սենց բազմաթիվ օրինակներ ես կարամ բերեմ։ Ուր է գնացել։ Ում գրպանն է գնացել կամ որ երկիր է գնացել։ Այ հիմա դուք շատ լավ հարց տվեցիք եւ ես սկզբից նշեցի, որ խոսքը գնում է այսօրվա մասին։ Այսօրվա մասին եւ փորձեմ ձեզ բացատրել։ Եվ ինչ է կատարվել։ Այդ արձանագրված էր Վազգեն Սարգսյանի սեյֆում։ Վազգեն Սարգսյանի սեյֆում, քանի որ Վազգեն Սարգսյանը մինչև այդ հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Պուտինի հետ, մինչև այդ հանդիպել էր եւ անցած անգամ ձեր այդ հարցազրույցի ժամանակ ասացի, որ նույնիսկ ինքը դիկտատորի մեջ այդ ինտերվյուի ժամանակ, ասենք, բաներ կա, իմ կարծիքով չպետք է ասեր, որովհետեւ արդեն Ռուսաստանում շատ խոշոր հանցագործություններ կատարվել, դա Ռոխլինի սպանություններ, խոսքը գնում էր Ռուսաստանից 12 տրիլիոն դոլարի 12 արուժենի ուրանը, մոտարապես 25000 մարտագլխիկների դեմոնտաժի, որը պետք է վաճառվեր Ամերիկային, Միացյալ Նահանգներին 11 միլիարդ դոլարով։ Եվ Ռոխլինը այդ բացահայտման հետ կապված լուրջ փաստեր էր հրապարակել ու շատ արագ վերացրեցին։ Եվ ինչև ես Ռոխլինի սպանության հիշատակում, որովհետև եթե նայենք Հայաստան միջուկային վարելիքի մատակարարման ֆինանսական սխեմաները, ոնց որ sense խնդիր էր դրված Ռուսաստանը որպես գերտերություն, միջուկային գերտերություն, ինչ անել, սնկացնել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Որ յադերնի օբյեկտների ֆինանսական այդ հոսքերը ամբողջությամբ փոշիացնել։ Եվ դրա շատ կարևոր բաներից մեկը, ուղղություններից մեկը Հայաստանն էր։ Եվ այն փաստերը, որ ես ներկայացրել եմ հոկտեմբերի 27-ի անջատված մասով եւ տևական ժամանակա մոտավորապես 4 ամիսա կոնկրետ խոսքը գնում է աբեկչական գործողությունների եւ Պարագլուխ Նարի Հունանյանի ֆինանսավորման մասով։ Այս 4 ամիսա այդ բանը առերեսումը տեղի չունենում։ Ինչ ասես անում են։ Չգիտեմ, պարզում է ես Փաշինյանի եւ ընտանիքի թունավորման կանսպանության հետ եմ կապված, պարզում է, որ ես հակառուսական ուժերի ֆինանսավորման հետ եմ կապված, չգիտեմ ինչերի հետ եմ կապված։ Բայց ես հաստատապես ասում եմ եւ հաղորդում եմ որպես ներկայացնում հանցագործության մասին, որ քննչական կոմիտեի նախագահն Արտուր Պողոսյանը ինքը շահագրգռված չի, որպեսզի այդ առերեսումը տեղի ունենա եւ պատկերացնում եք այդ առերեսումը եթե տեղի ունենա կամ իմ ներկայացված փաստերը եւ լրացուցիչ փաստերով կամ սուտ մատնությունը ես պետքա կալանավորվեմ կամ էլ թե չէ վերջապես այս 25 տարվա մեջ կպարզվի թե ֆինանսավորումը որտեղից է աբեկչական գործողությունների մասին եմ ասում եւ նաեւ Պարագլխի եւ դրանով ամեն ինչ կպարզվի չէ որտեվ ցանկացած հանցագործություն մեր երկրում սկսած 30 տարվա մեջ ինչ ասած քաղաքական 100-ից ավել քաղաքական սպանություններ այլ է հոկտեմբերի 27 մարտի 1 թե ռազմաբազայի շուրջը չգիտեմ ես հեղափոխություն այլ է հեսա դրան էլ կանադառնանք ոչ մեկը ոչ մի շահագրգիռ կողմ ֆինանսավորման հետ կապված որևէ բառ չի ասում որևէ բառ չի ասում ես ձեզ ավելին ասեմ եթե վերցնեք քրեական գործի նյութերով ստացվում է որ Նարի Հունանյանը ինչ որ հրաշքով 350 թե 500 դոլար փողաճար է, այսինքն եթե այդ պահին չճարեր 10 տարի հետո ճարեր, հոկտեմբերի 27-ը 10 տարի հետո էր, որ զենք առնի։ Զենքը ձեռք ա բերել, զենքը չգիտեմ ինչ ոտ առե գնացել է ազգային ժողով, հետո ինքն էլ հենց այդ չորեքշաբթի օրը եկել է ազգային ժողովից հենց քայլելով, ասել է այս մուտքով անցնեմ կարող է, այս ոստիկանին 3 են նշանակել, ոստիկանն էլ զենք չունենա։ Պարզով
ճիշտ է մտածել, ճիշտ է կռահել, մտել է։ Այդ պահին կրակեմ հրաչը կողքից անցել, ասել նարի ունայն կարող է պատահից տեղա մտնեմ, ինձ ասենք ընդ ժամանակին Վազգեն Սարգսյանը ապտակել է, մի հատ մտնեմ տենամ, կարամ 1-2-ին էլ ես խփեմ։ Խայտարակություն։ Պարոն Սարգսյան, իսկ եթե ավելի լուրջ։ Եթե ավելի լուրջ, այս կարիկատուրան դնենք միանի վրա, ձեռարնոցին դնենք միանի վրա, առաջինը Վազգեն Սարգսյանի կառավարության իրավահաջորդը եղբայրն էր։ Երբևիցե լսել եք այդ սեյֆի պարունակության մասին, որովհետեւ բան ասի ինքը։ Իր անհանգստությունն ասի։ Ինքը չի կարա չտիրապետի, որովհետեւ այդ կրակոցներից կրակոցները որտեղ Բայց դուք ասում եք րոպեներ անց անհայտացել է այդ սեյֆը։ Չէ, ինքը վարչապետա նշանակվե, չէ, վարչապետա նշանակվե, այդ կրակոցներից, եթե հաշվենք 540 այլ է, չէ, կրակոցները, եւ հաշվենք քրեական գործի նյութերով երբ են սեյֆը բացել, այսինքն ստացվում է հենց կրակոցներից հետո այդ ահաբեկիչներին բոլորին թողած խնդիրը այլ է մտնել սեյֆը, տնա Վազգեն Սարգսյանի սեյֆում ինչ կա։ Նույնիսկ կարելի ասել այդ հանձնաժողովը պետք է նախորդ նստած լիներ բանում կառավարության շենքի, ասենք, բանում այդ ճաշարանում կամ բուֆետում, սպասել հենց կրակոցներ անցնել գործի։ Ով է տեսել ահաբեկչություն է կատարվել, վարչապետը սպանվել, 8 հոգի ազգային ժողովի նախագահի տեղակալներ հանցագործների թողած սպանվածի սեյֆ այդան մտնեն տարեն։ Եվ երկրորդ ամենակարևոր բանը։ Եթե Վազգեն Սարգսյանին, ասենք, սպանեին փողոցում կամ Դիմիրճյանին կամ հնարավոր է մտնել սեյֆը տանել։ Չէ։ Այսինքն պետք է դա այդ գործողությունը հենց ազգային ժողովում այդ ազգային ժողովում հենց տեղի, պահի, հələ չեմ ասում այդ ժամանակ բանակներ են քաշում քաղաք, իբր թե բանում այդ ադրբեջանական կողմից, ասենք հնարավոր հարձակում պետք է, թե հնարավոր հարձակումը բանակը քաղաք քեզ բերում։ Այսինքն հենց իրավիճակա ստեղծվում, որ շունը տիրոջը չճանաչի եւ կարողանան այդ ճանապարհով սեյֆի փաստաթղթերը տանեն։ Սա շատ կարևոր խնդիր է, այսինքն եթե մենք Վազգեն Սարգսյանը այն ինֆորմացիան, որ արդեն տիրապետում էր, թե երկրից դուրս եկած փողերը երկրի դեմ ո՞նց է աշխատում, ինքը պաշտպանության նախարար լինելով, ինքը չէր կարա տիրապետել այդ խնդիրներին։ Առաջինը ես դες ասեցի, հենց առաջինը խոսքը գնում է, դե որ ասել եմ, արեք մինչև վերջ ասեմ։ Այդ 100 միլիարդ դրամը, որը ասենք ինքը բացահայտեց վարչապետ, 100 միլիարդ դրամ, հա։ Ինքը որպես վարչապետ ընդունել էր 30 միլիարդ, 33 միլիարդ դեֆիցիտը, բայց վարչապետը ներս կար ժամանակ հետո նաև իմ տված տեղեկությունների հիման վրա պարզվում 133 միլիարդ է, այսինքն 100 միլիարդ ուղղակի չկա։ Հիմա ստեղ հարց առաջանում, շատ մեծ հարց առաջանում, թե այդ 100 միլիարդը բյուջեի գումարները ինչ նպատակով է օգտագործվել եւ դե շատ կարեւոր խնդիր կա կապված հենց Իրաքի պատերազմի ծրագրման այդ կերծապացույցների հետ կապված։ Իմ ունեցած տեղեկություններով միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնեցված գաղտնի փաստաթղթերի հիման վրա Կիրովականի Քիմպրոմին բավականին լուրջ գումարներ է տրամադրվել։ Բավականին լուրջ։ Այսինքն խոսքը գումարի մասին չի։ Խոսքը Հայաստանի պետական բյուջեի թաքնված գումարները ինչ նպատակով օգտագործվել։ Եվ ես հարց եմ տալի, վերջին հաշվով Իրաքի պատերազմը, որը պետքա $15, ասենք նավթի գինը $100 տա, մենք նավթ ունեինք, մենք գազ ունեինք, չէ։ Ասենք Վազգեն Սարգսյանը եթե դա բացահայտած լիներ ու իր սեյֆում լիներ, Վազգեն Սարգսյանը չէր կանչի այդ կոնկրետ մարդկանց առաջերտին նախկին վարչապետին Արմեն Դարփինյանին։ Իսկ Արմեն Դարփինյանը դա նշանակում է Տրոյկա դիալոգի ամենակարևոր անձանցից մեկին, Ռուբեն Վարդանյանին, որ այսօր գտնվում է Ադրբեջանում։ Բավականին լուրջ ավելին ասեմ ձեզ, որ վերադառնանք մեր այսօրվա օրվան։ Եթե անցած իմ հարցազրույցի ժամանակ ասեցի, որ Հայաստանը միջոց էր, թե չեչենական պատերազմի զենքի մատակարարման, թե Իրաքի պատերազմի ծրագրման, հատուկ գործողությունների։ Նենց հաստատվել, որ հոկտեմբերի 27-ից հետո 2000 թվականից, որ Անդրանիկ Մարկարյանը արդեն վարչապետ էր եւ ինձ առաջարկեց
հատուկ ներկայացուցիչ այդ կարգավիճակ, այդ խնդիրները լուծելու, միևնույն ժամանակ ես իրենից առաջարկ եմ ստացել եւս երրորդ կողմից զբաղվել ներդրումներով Բաշնեֆտում, Բաշկստանում։ Այդ փաստաթղթերը եղել է ինձ մոտ, եւ ես բանկով այդ գործողությունները պետք է անեմ։ Ես անցած անգամ ձեզ ասացի, որ ես այնպես բան չեմ ասի, որին չեմ մասնակցել։ Այնպես բան չեմ ասի, որին ես տեղյակ չեմ։ Եվ նայեք ինչ է կատարվում այսօր։ Արեք վերադառնանք այսօրվա, այս հիշեք Բաշնեֆտը հիշեք եւ Բաշկստանը հիշեք։ Հիմա ինչ է կատարվել Ռուսաստանում։ Ռուսաստանում հայտնի է, որ Հայաստանի գծով պատասխանատու է նշանակվել Կիրիենկոն։ Ուրեմն ինչով է հայտնի Կիրիենկոն։ Բացի որ Ռուսաստանի նախկին վարչապետ նաև է։ Դուք խոսում եք այսօրվա մասին։ Այսօրվա մասին եմ խոսում։ Կիրիենկոն հայտնի է նաև, որ Կիրիենկոին հաջողվեց Բաշկստան Բաշկիրիայում հատուկ գործողություններ անել եւ ասենց ասել չեզոքացնել պետության մեջ պետություն հանցավոր խմբերը։ Այսօր Բաշկիրյան մի պահ կար, որը նույնիսկ մամուլում գրվեց, հա։ Երկրորդը Կիրիենկոն շատ լուրջ դրական դերակատարում ունեցավ Աբխազիայում եւ հիմա նշանակվել է Հայաստանի գծով։ Ձեզ մի բան ասեմ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հայաստանի գծով բաժինը, որ կա, վերջի մի 10 տարուց ավել Հայաստանի եւ Աբխազիայի է։ Մենակ Հայաստանի չի, Աբխազիան էլ հետն է։ Ուշադրություն դարձրեք, ես ինչ որ հիմա ես ձեզ այդ տեղեկությունները ասեցի, մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանից դուրս եկած գումարները, ասենք Ռուսաստանի բյուջեի գումարների փոշիացումը, գազի սխեմաները, միջուկային վառելիքի։ Հիմա եթե նաև դրան գումարենք, որ 2000 թվականին ինձ առաջարկ ա եղել Բաշնեֆտի հետ կապված, պարզա որ այդ նավթի գնի բարձրացումը, ասենք Իրաքի պատերազմը նաև Բաշկիրիայում ձևավորված այդ հանցավոր խմբի պետքա ձեռք տար, չէ՞, որը վերջերս Կիրիենկոյի գլխավորությամբ չեզոքացվեց։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այսինքն ուղիղ կապ կա Բաշկիրիայի Հայաստանից դուրս եկած այդ գումարների եւ Բաշկիրիայում ձևավորված այդ հանցավոր խմբավորները, որը վերջերս չեզոքացվեց, եւ Կիրիենկոյի իմ կարծիքով Հայաստանի գծով նշանակման։ Այսինքն դա նշանակում է, որ Բաշկիրիայից հիմա իմ կարծիքով այնքան տեղեկություններ կա, թե գումարները օֆշորային որ զոնաներից եւ Ռուսաստանի բյուջեի գումարները օֆշորային զոնաներից կոնկրետ մարդկանց անունով ոնց է ներդրումներ կատարվել եւ ասենք իտոգում ասենք այդ գումարները ոնց են նաեւ շրջանառության ներդրում վանայտացել։ Այսինքն հիմա այս պահին, որ մենք խոսում ենք, տեսեք ինչ է կատարվում եւ ես նաեւ շնորհակալ եմ, որ իմ քննարկը հարգեցիք հարցազրույց տալու համար։ Քանի որ քննչական կոմիտեն եթե սեն շարունակի եւ ես բանը աբեկչական գործողությունների եւ պարագլխի ֆինանսավորման ու դրա զուգահեռ ես արդեն դառը փորձ ունեմ 2020 թվականից ես պահանջել եմ Կրակեմ Հրաչի հետ առերեսում ձգեցին այնքան, ինչև Կրակեմ Հրաչը իբրև թե մահացավ։ Բայց եթե Կրակեմ Հրաչի հետ առերեսումը տեղի ունենար, պետքա առերեսում տեղի ունենար նաև նախկին ոստիկանապետի հետ։ Ես շատ լուրջ բաների մասին եմ ասում։ Հայկ Հարությունյանը ինքնասպան եղավ։ Հայկ Հարությունյանի հետ առերեսման դեպքում ստացի ասեմ Հայկ Հարությունյանի ես չեմ նույնացնում Կրակեմ Հրաչի, ես հաստատ համոզված եմ բաներ կար, եթե Հայկ Հարությունյանն իմանար, որ Կրակի Հրաչի ձեռքով կոնկրետ երբ որ ինքը ասեն գաղութի ռեժիմի գծով
պետ էր, թե ինչ ճանապարհով է Չեչնիա զենքը գնացել, Հայկ Հարությունյանը տեղում Կարակեմ վերջի գյուլեր։ Բայց այդ առերեսման դեպքում դա բացահայտվեր։ Եվ այս երկու դեպքում կարծում եմ որ անհրաժեշտություն պետք է առաներ Կուտոյանի հետ առերեսում։ Կուտոյանն ինքնասպանել է։ Կուտոյանը тут при чем։ Ես հիմա եթե մանրամասներն ասեմ, դուք տարիքի բանով մի նայեք։ Հա, բա ինչով նա։ Տարիքի բանով մի նայեք։ Հոկտեմբերի 27-ը ունի հետևանքներ։ Հոկտեմբերի 27-ը մետաստազներ։ Հոկտեմբերի 27-ը չեն կազմակերպել, չեն եկե աղաբեկիչները մտեք կրակի ու թողե գնացել դրանով վերջացրել։ Հոկտեմբերի 27-ի այդ գործողությունները արվել է շարունակության համար։ Շարունակություն մասնավորապես, ասենք, այդ Հայաստանից դուրս եկած փողերի լվացման ճանապարհով, ասենք, այդ կապիտալը որտեղ է հայտնվել, ընդերքի, ասենք, շահագործման բանը գումարները ինչ ճանապարհով որ երկրներում են հայտնվել, Սևան Դրազդան կասկադի օրինակը բերեցի։ Իսկ կոնկրետ ինչ որ վերաբերում էր Կուտոյանին, Կուտոյանը որպես նախագահի այն ժամանակ խորհրդական եւ կոռուպցիայի, հիշում եք, չէ, հանձնաժողովի նախագահն էր։ Նրա մոտ շատ լուրջ նյութեր ա եղել, շատ լուրջ նյութեր, որը ես եմ տրամադրել, շատ լուրջ նյութեր ա եղել։ Այսինքն, եթե սենց վերցնենք իմ դառը փորձը 2020 թվականին ես ինտերնետում էլ կա, բաց աղբյուրներում կա, որ ես պահանջում եմ Կարակեմ Հրաչյանի հետ առերեսում։ Կա այդ ամեն ինչը։ Հիմա ստացվում է 2020 թվականից իմ ներկայացված նյութերով, ցուցմունքներով միլիարդավոր դոլարների ապացուցված փաստեր են։ Ապացուցված։ Պատկերացնեք 2020 թվականից այդ ապացուցված փաստերի վերաբերյալ որոշում չեն կայացնում, այսինքն պետությանը տուժող չեն ճանաչում, որտեղ բյուջեի մասին է խոսքը, տված վնասի, որ ես տուժող չճանաչեմ։ Եվ Արտուր Պողոսյանին քննչական կոմիտեի նախագահ նշանակելուց հետո կրկնել եմ այդ ամբողջ փաստերը, բացի կրկնելը, նաև ներկայացրել եմ ահաբեկչական գործողությունների եւ պարագլխի ֆինանսավորման հետ կապված կոնկրետ փաստեր պահանջելով կոնկրետ Վարդան Բուրնազյանի հետ, դա Հայեք ՄԿ-տ այդ համատեղ ձեռնարկություն կա, այդ փողերը լրիվ մինչև հոկտեմբերի 27-ը լվացել է, հանել է 67-ից ավել հանցավոր խմբավորումներ ստեղծել է, սա կատարվել է այդ անձի միջոցով, ամբողջությամբ։ Նայիրի Հունանյանի հետ զուգահեռ գործողություն կատարել է, կեղծ Վազգեն Սարգսյանի եւ Պուտինի համաձայնությամբ ձեռք բերված համաձայնությունը շրջանառության մեջ դնել է եւ հանցավոր խմբավորումներ հավաքել է, կոնկրետ այդ անձի միջոցով է կատարել, այսինքն մի էպիզոդ չի։ Եթե Վարդան Բուրնազյանին վերեին առերեսման, ձեզ հավատացնում եմ, որ Կառլոս Պետրոսյանը տեղում կալանավորվելու էր, տեղում։ Մինչև հոկտեմբերի 27-ը Կառլոս Պետրոսյանը ելա միացյալ ներքին գործերի եւ ազգային անվտանգության միացյալ քննչական գլխավոր վարչության պետը։ Հարուցված են եղել քրեական գործեր։ Այս փողերի մասին որ ասում եմ, գործեր են հարուցված եղել։ Քրեական գործերը կոծկվել են։ Այսինքն ըստ էության ի՞նչն է կոծկվել։ Կոծկվել է ահաբեկչական գործողությունների եւ պարագլխի ֆինանսավորման աղբյուրները։ Եվ թե ինչ դերակատարում ունի Կառլոս Պետրոսյանը 2004 թվականից, որ աշխատանքից ազատվեց, այս Բաշկիրիայի հետ, այս սև սխեմաների հետ, դուք չեք պատկերացնի ինչերի մասն է խոսքը։ Հիմա մի ավելի ուղղակի ձեր կներեք խոսքը կամ ձեր ասածները ավելի են դժվարանում, ճիշտ բառը գուցե դժվարանալը չի։ Մի խոսքով այն անձին, ում մասին դու խոսում եք, բոլորը մահացել են։ Կառլոս Պետրոսյանը չի մահացել։ Վարդան Բուրնազյանը չի մահացել։ Ես մտավախությունն եմ, որ դրանք էլ կմահանան։ Ասում դառը փորձ ունեմ Կարակեմ Հրաչի։ Եվ ես այն ժամանակ որ պահանջում էի Կարակեմ Հրաչի այդ բանը, այդ առերեսում, ինքը մահացած չէր։ Բայց որpիսի իմ ասածը միսու արուն ստանա, եւ մեկ հոկտեմբանը տեսնենք թե այս ճիշտ հասկացեք, Կիրիեկոյի պատասխանատու նշանակելուց եւ Բաշկստանում այդ հանցավոր խմբի չեզոք հասնելուց հետո մանավանդ Աբխազիայի բանի հետ կապված, դրանք շատ լուրջ բաներ են եւ կարծիքով թե նախկին թե ներկայիս իշխանությունները շատ մեծ անհանգստություն ունեն թե
այդ process-ները կարող է մտնել Հայաստան։ Հիմա ես հիմնավոր եմ։ Ուրեմն մենք բոլորս գիտենք, որ 14 թվականին Ուկրաինայում տեղի ունեցավ հեղաշրջում, չէ՞։ Այո, գունավոր հեղափոխություն։ Գունավոր հեղափոխություն։ Եվ այդ պահից սկսած դա նաև տենց ներքին կանալներով, խողովակներով էին հասկացնել տալի կամ նույնիսկ Ռուսաստանի նախագահն էր հանդես գալի բան, իշխանությունները զգուշացնում էին ռուսական բիզնեսին, որ ձեր դրսի գումարները հետ բերեք, երևի դուք էլ լսած կլինեք։ Հետ բերեք ձեր գումարները։ Ավելին ընդունեցին դեոփշորիզացիա կոչվում։ Դեոփշորիզացիայի մասին օրենք ընդունեցին։ Այսինքն այն բաները, ասենք խոշոր ընդունենք տարգովի ցենտրերի տերերը, որը մինչև ասենք 14 թիվը կարողանում էին ընդունենք բանը օֆշորայի մի հատ կամպանիայի միջոցով մի ռուբլով տալ արենդայով, բայց 10 ռուբլի օֆշորի զոնա փոխանցել, այդ լրիվ ամբողջից կտրվեցին։ Դա կոչվում է դեոփշորիզացիա։ Այսինքն այդ սխեմաներով Ռուսաստանից դուրս եկած գումարները, որը ստեղծվել կոպիտ ասած ձևավորվել էր ասել միլիոնատերեր, միլիարդատերեր բան 14 թվականից հետո նրանք երկու ճանապարհ ունեին կամ իրանց տերերին ասես պարզ ասենք պետք է գցեին տերերը արևմուտքներ եւ գումարները սա բերեին Ռուսաստան կամ էլ թե չէ պետքա հակադրության մեջ մտնեին ռուսական իշխանությունների աշխատեին ամեն ինչ անեին, որ Ռուսաստանը քանդվի կամ ասենք կոնկրետ իշխանապողություն տեղի ունենա, որ իրանք կարողանան իրենց կապիտալը պահել։ Եվ Հայաստանի մասով ինչ կատարվեց։ Եթե հիշում եք 16 թվականին, նախ 16 թվականին Լոնդոնի հայտնի դատարանի վճիռն էլա, որ հոկտեմբերի 27-ը դրանք ռուսներն են արել եւ Լիտվինենկոյի այդ հայտարարության իման վրա, դրանից հետո Եվրոխորհրդի հայտարարությունն էլ Սարսան ջրամբարի հետ կապված, այսինքն քաղաքական բան տվեց, էլի կանաչ լույս բացեցին Ադրբեջանի պատերազմի։ Դրանից հետո ինչ է լավ։ Ադրբեջանը հարձակվեց, ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ։ Լոնդոնի դատարանի վճիռը Սարսան ջրամբարի քաղաքական կանաչ լույսը, մեկ էլ պատերազմը։ Դրանից հետո տեղի ունեցավ Սասնա-Ծռերը, հիշում եք, չէ՞։ Այո։ Եվ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը։ Այստեղից սկսենք։ Իսկ դեսանտ իջավ Կարեն Կարապետյանը։ Շատերը չգիտեն, որ հենց 16 թվականին Կարեն Կարապետյանը ստեղծեց փակ կլուբ, եթե հիշում եք, մոտարապես 100 հոգի։ Իսկ Ռուբեն Վարդանյանը, մականունը Թաթարուբով, Ավրորան։ Վերցեք նայեք։ Սա 16 թվականին նայել է Սասնա-Ծռերից հետո եղել է։ Ես դերողություն եմ խնդրում, ես հրապարակավ ասել եմ եւ դրա համար ես մի անգամ էլ ասեմ, ես առիթը չեմ օգտագործում, որ Ռուբեն Վարդանյանը այսօր Ադրբեջանում է գտնվում եւ ես շատ կուզենայի որպես հայի նա չգտնվեր այնտեղ, բայց իմ խիղճը մաքուր է, որովհետեւ Անահիտ Բաշյանի ներկայության 2020 թվականին, իսկ Անահիտ Բաշյանի ներկայության 2023 թվականին ես ազգային անվտանգության ծառայությունում հոկտեմբերի 27-ի քրչական խմբի ղեկավար Երիցյանին զգուշացրել եմ։ Ասել եմ ամեն ինչ արեք, որ Ռուբեն Վարդանյանը չընկնի ադրբեջանցիների ձեռքը։ Ես գիտեմ Ռուբեն Վարդանյանը խի է եկել Հայաստան։ Ես գիտեմ, որ կոպիտ ասած իմ հետ է կապված նաև։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ասենք 2020 թվականին, երբ որ հələ պատերազմել չկար, էսել չկար, էներ չկար, ես զգուշացրել եմ ազգային անվտանգության ծառայությանից, զգուշացրել եմ քրչական խմբի ղեկավար Երիցյանին։ Այդ դրա համար ես, քանի որ շատ կարևոր տեղեկություն եմ հիմա ես հայ բանան, ես ճիշտ հասկացեք, ստացվի ինչ-որ ինքը Ադրբեջանում է դրա համար ասում եմ։ Ես ինչ իձանից կախված այլ ես ուզեցել եմ կանխեմ, որ դա չլինի։ Եվ հրապարակել ասեմ, հրապարակավ ասեմ։ Հիմա նայեք,
Ստացվեց, որ 16 թվականին Կարեն Կարապետյանը այդ փակ կլուբը ստեղծեց, որի մեջ մտնում էր, ասենք, Սոչի Ռոբսոնը, Տաշիր Սամվելը, մյուսը եւ այլ, իսկ Ավրոնան էլ հայտնի է։ Եվ կար երկու ճանապարհ։ 16 թվականից հետո որ նոր պատերազմ պետք է լինի կամ հարցը պետք է Լավրովյան պլանով, հայտնի պլանով լուծվի, դա 5 շրջանների վերադարձ եւ հա, ու կոմունիկացիաների խնդիրն է։ Այս երկու Հայաստանից դուրս բերած փողերը, որոնք դարել էին, ասենք, միլիարդատերերի, ոնց որ ասած, սկզբնական կապիտալը, մի էպիզոդ ձեզ ասեմ, որ դրանք շատ վտանգավոր փողեր են։ Օրինակ Հայաստանից հոսանքի արտահանումը Վրաստան, Վրաստանից Թուրքիա, թուրքական TH։ TH-ը ոնց որ մեր Արմեներգոն։ Ավստրիական Raiffeisen-ի հետ պայմանագիր կար կնքված, որ ցանկացած կիլովատի փողը մենակ Raiffeisen պետք է գնա։ Այսինքն այդ սխեմայով Հայաստանից դուրս եկած փողերը ավստրիական Raiffeisen, հետո ասենք թույլ տվեք անունը չասեմ այդ կամպանիայի, այդ կամպանիա ստեղծեց, որի 33%-ը Raiffeisen բանկն էր, 30% այդ անձը, 33%-ը Լուշկովի տղան։ Հարազատ որդի։ Այսինքն Հայաստանից այդ փողերի լվացման ճանապարհով չերես Թուրքիա դուրս եկած փողերը ցանկացած ժամանակ Թուրքիա ասես մատի բանում կասի այդ փողերն են։ Մեր հայկական ցակում ունեցող կապիտալը Ռուսաստանում ազգությամբ հայերին է, բայց ցանկացած ժամանակ նա կարող է դառնալ թուրքական կապիտալ։ Այ քեզ ֆոկուս։ Եվ թե Ռուբեն Վարդանյանի ստեղծած Ավրորան, թե Կարեն Կարապետյանի ստեղծած այդ 100 հոգու փակ ակումբը, նրանք հասկանում էին, կամ այդ փողերը պետությունը ձեռներից կառնի, իսկ Ռուսաստանի պետությունը, որտեղ Ռուսաստանի միջոցով լվացած, կամ Հայաստանի պետությունը ձեռներից կառնի, որտեղ Հայաստանի ռազմավարական օբյեկտերի սնանկացման հաշվին է, կամ իրանք պետք է գան իշխանության եւ այդ որպես իշխանություն այդ կոմունիկացիաներին այդ գումարները դնեն որպես մասնավոր կապիտալ, որ կարողանան կրիշա կանգնել ինչ իրանց լվացած կեղտոտ փողերին։ Եվ ստեղից հարց առաջանում, շատ մեծ հարց առաջանում այդ 18 թվականը։ Իշխանությունը ով ու հանձն է, երբ հանձն է, ոնց է հանձն է, այդ կապիտալը երկու թևի բաժանված, ես երկու թևն եմ ասում, Ռուբեն Վարդանյանի, Թաթար Ռուբոյի ու մեկ էլ Կարեն Կարապետյանի այդ փակ կլուբի։ Այդ կապիտալը ինչ օի խաղաց մեր երկրի գլխին, որ վերջում ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության եւ մնացածը շարունակեմ, թե մեր երկրի հետ ինչ կատարվեց։ Այ Կիրիենկոյի գալը, այս ռոտացիան, որը կատարվել է եւ Հայաստանի պատասխանատուն Կիրիենկոն արեք այդ փակագիծն էլ բացեմ Աբխազիայի հետ կապված։ Ինչի Հայաստանի Ռուսաստանի արտաքին իմ կարծիքով գործերի նախարարության նաչալ Հայաստանի գծով բաժինը նաև Աբխազիան է սպասարկում։ Հասկանում եք աբխազական երկաթգծի բացման մասին է, չէ՞ խոսքը։ Իսկ ինչ է կարծում մոտարապես ասեք այդ կապիտալի հետ կապված, ասեք ամենամեծ դրա դեմ ովքեր են եւ ում են օգտագործում։ Հայերին։ Ոնց։ Հիմա ձեզ ասեմ։ Պատկերացրեք այդ երկաթգիծը բացվում է։ Այդ դեպքում սպայկայա, այն մնացած այդ ֆուրերով, բուրերով այդ տրանսպորտի կամպանիաները, որոնք կան։ Նրանք կարող են այդ մրցակցությանը դիմանալ, եթե երկաթգիծը բացվի, չէ՞։ Նայեք մեր երկաթգիծը, որը ռուսներին են տվել, չէ՞, ժամանակավոր կառավարման, եւ չգիտես ինչի Շեգալիխին, էսի մի ինչ բան, սա թաթարու բաշկիր է մենակ առաջի դեմքն է նշանակում։ Այնտեղ որտեղ պետք է ասած բանը ժողովրդական ասած վետկեն գնա դեպի խոշոր սպարողի չի կառուցվում, որ սա մեքենաներով կատարվի։ Այսինքն մեքենաներով բեռնափոխադրումները, ֆուրերով բեռնափոխադրումները, որը Հայաստանում արդեն լուրջ բիզնեսի է, միլիարդների բիզնեսի է վերածել, աբխազական երկաթգծի շահագործմանը իրանք դեմ են։ Եվ ավելին ասեմ, վերջերս ընտրությունների ժամանակ հայկական համայնքի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան, չէ՞։ Եվ նախկիներով են առաջանում։ Այսինքն Աբխազիայում էլ հայկական համայնքը օգտագործում էր այդ խնդիրները լուծելու համար։ Ստացվում է, թե Հայաստանում բիզնես շահերը, ֆուրերի, չգիտեմ, այդ վետկեկը չնելու, դրանք դեմ են, այդ կապիտալը դեմ է
երկաթգծի բաց բանը, մի հատ էլ Աբխազիայում էլ հայկական համայնք է, այդ հայկական համայնքն էլ օգտագործում են, որ այնտեղ կոպիտ ասած ընտրությունների իշխանության կան այն ուժերը, որոնք շահագրգռված չեն։ Մենք շրջափակման մեջ ելնելով, մեր ներսի տնտեսվարների միջոցով հատուկ լոգիստիկան այնց է ստեղծած, որ մենք մեր երկրի դեմ ենք աշխատում։ Եվ եթե մինչև հոկտեմբերի 27-ը ինչ որ Վազգեն Սարգսյանը արդեն ձեռքի տակ ուներ, թե Հայաստանից դուրս եկած փողերը ինչ ճանապարհով հնարավոր է արդեն հայտնվել են Բաշկրստանում, եթե մի կողմից էլ ինքը բյուջեի այդ 100 միլիարդի հետքերի վրա էր դուրս եկել, որ Իրաքի պատերազմը նավթի գնի համար է օգտագործվում, որ մենք նավթ ու գազ չունենք, դուք պատկերացնում եք Վազգեն Սարգսյանն ինչ էր անելու այդ մարդկանց։ Եւ հոկտեմբերի 27-ից հետո մի 10 տարվա ընթացքում փակ կլուբներ ստեղծվեցին, ավրուրաները ստեղծեցին, վերին 18 թվականին իրանց կապիտալի լեգալիզացնելու, որ իշխանություն ունեն լեգալիզացնեն, իրանք էլ կրիշա կանգնեն։ Ինչ օրինակ է երկրի գլխին։ Եվ այսօր ես տեսնում եմ մի հատ շատ վտանգավոր բան, վերջերս Անդրանիկ Քոչարյանը, չգիտեմ ինչի, հիշեց Սասնա ծռերին, հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Նույն Անդրանիկ Քոչարյանը շատ լավ տեղյակ է, որ Իրան հասցեագրված փաստաթղթերը հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեակագործի նյութերից կորել են։ Նույն Անդրանիկ Քոչարյանը շատ լավ գիտի, որ ապացուցված փաստեր կան, ապացուցված միլիարդավոր դոլարների բյուջեի վնասի որոշում չի կայացվում։ Նույն Անդրանիկ Քոչարյանը շատ լավ գիտի, որ առերեսումներ տեղի չեն ունեցել, որ այդ շարքով մարդիկ են մահացել։ Ոսակյան, այդ ժամանակ թողած այդ բոլորը, ինքը ինչ միտումնավոր բերում է Սասնա-ծռերին, մասնավորապես Ժիրար Սեֆերյանին։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է իմ կարծիքով, որ այս փոփոխությունը, որը Ռուսաստանում կատարվել է, որ վերջապես ռուսները կոպիտ ասած խելքի կգան, որ իրանց կապիտալը նաև տարբեր իրանց ազդեցության գոտիների միջոցով իրանց դեմ է աշխատում ու տեր կկանգնեն, այս դեպքում արդեն նախկին ու ներկա բնականա չկա, մնում է մի ճանապարհ։ Հոկտեմբերի 27-ը օգտագործել այս ինչ որ իմ ակտիվ ասում եմ, օգտագործել ներքաղաքական բախումներ ստեղծելու համար։ Որ կազմակերպել են ռուսները, որ Դե դա ինքը արդեն անում է։ Եթե հիշում եք 23 թվականին ինքը հայտարարեց, որ ամսի 24 թվականի մինչև հոկտեմբերի 27-ը կբացվի։ Նո հյուսային տերևաթափ ինչ որ ահաբեկչական խումբ բռնվեց, այդ Ջանֆիդայի բանի Ռուստամ Գասպարյանի բանը, հա, որ չէ մեկնաբանում ասում եմ մենք արտաքին հետախուզություն ստեղծեցինք, դրա համար ահաբեկչությունը, ասենք Փաշինյանի դեմ եւ իշխանությունների դեմ չկատարվեց, որտեղ մենք արտաքին հետախուզություն ստեղծեցինք, այսինքն եթե այն ժամանակ մենք ունենայինք, էլի ռուսների կբացահայտեինք։ Պարոն Սահակյան, ես վստահ եմ շատ մարդիկ եւ հասկանում են եւ ինչ որ բաներ ամեն դեպքում անհասկանալի է։ Լավ, այդ ժամանակվա, հա, հոկտեմբեր 28-ից հետո ով էր Հայաստանի ղեկավարը, Ռոբերտ Քոչարյանը։ Այո։ Տեղյակ չէր այդ ամեն ինչից, այս սխեմաներից։ Ոնց կարող է տեղյակ չլինի։ Այսինքն ինչ է ստացվում։ Տեղյակ էր չէր կարողանում ձեռները բռնել, թե իր դաբրով էր այդ ամեն ինչը կատարվում։ Գիտեք ոնց, Ես ոնց հասկացա Հայաստանի կապիտալի ընդերքից սկսած մինչև 1000 ու մի այլ փողային սխեմաներ արևմտյան դերակատարների շնորհիվ, հա, օգտագործվել է դուրս եկել Հայաստանից ու ընդդեմ Հայաստանի ու Հայաստանի ռազմավարական գործընկերոջ է օգտագործվել։ Ամենակարևորը։ Ճիշտ եմ հասկացել։ Այո, իհարկե։ Այո։ Նայեք, ես Ռոբերտ Քոչարյանի մասով գույք պարտքի դիմացի հիշում եք նախորդ հարցազրույցի ժամանակ իմ կարծիքով շատ մանրամասը ներկայացրեց։ Դուք ամուլսարը մոռացաք այդ Հարազդան բանի եւ այլն։ Ամուլսարից, հա, եւ այլ, որ գնանք այդ հանքահունքային ռեսուրսների այդ ամբողջ բանը դրա միլիարդները։ Հա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։
Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հիմա ես չեմ կարող ասել, որովհետև ես սպասում եմ իր հարցազրույցի ժամանակ ինքը կարադառնալ գույք պարտքի դիմացի, բայց ինչպես տեսակ ինքը ոչ որևէ բան չասեց։ Ինչ վերաբերվում է այս իմ ասած սխեմաբաներին, այդ նայրիդը, օրինակ ասենք 70 միլիոն դոլար գրավադրեցին, 30 միլիոն դոլարը մինչև հիմա չեն կարող հետ կմանգան։ Բայց կոնկրետ օրինակ բերեմ։ Թվում է թե ռազմավարական օբյեկտ է, նայրիդը չասենք որ խորհրդային միության հետ բացառիկ օբյեկտ էր, չասեմ որ գարադամարազույցի էր, չասեմ որ քլորոֆիլային կաուչուկի հետ եզակի տեխնոլոգիայի օգտագործումն էր մասնագետների հնարավորությունը։ Բայց տեսեք ինչ հատուկ օպերացիա կազմակերպեց։ Ուրեմն կամ նայրիդը պետք է ռազմաարդյունաբերության մատակարարել, կամ արևմուտքը։ Ուրեմն հատուկ սխեմաներով մաքսիմում $1 միլիոն Լոնդոնում գրացված հնդկական կամպանիաներ հայտնվում էին Հայաստանում, ոսկե Ռայնոլի մասին, հա։ Այդ փողը դրվում էր, որ նայրիդը չաշխատեր։ Իսկ դրանից ինչ էր ստանում արևմուտքի այդ ամերիկյան հատկապես այն խոշոր կամպանիաները ամբողջությամբ մատակարարումը վերցել էին իրանց վրա։ Իսկ դա ինչ է նշանակում, որ իրանք կարողանում էին հաշվեին Ռուսաստանի քանի հատ տանկ արտադրում, ինչքան հրացան արտադրում, այսինքն այդ քրոպրային կաուչուկի այդ գուսինիցաների այդ բաները մենակ դրանից է սարքում։ Դե հա, այսինքն պրոմիշնլի շպիոնաժ։ То есть ստացվում է փոխանակ արևմուտքը միլիարդներ ծախսեր, ագենտուրա օգտագործեր, որ իմանար Ռուսաստանի ռազմաարդյունաբերության տեղեկությունները ստանալ։ Այդ կաուչուկով $1 նայրիդով միլիոն ուղարկում էր Հայաստան, բաժանում էր ստե սա բաներ անում, հա։ Վերջում այդ հետքերը ոնց կորան։ $70 միլիոն գրավադրեցին, 30 միլիոնը գլխից կորավ, գլխից։ հետո վաճառին, հետո հնդիկ առավ, հետո էս հետ։ Հա, ու հիմա մինչև հիմա նայրիդ սայթը բացվեց, շիվիլերա վաճառում, արմատուրայի եսա վաճառում, մենա վաճառում, անհարմար է ուղղակի։ Այսինքն մենք չունենալով նավթ, չունենալով գազ, ավելին ասեմ, այս տնտեսության ցեղասպանության, դա տնտեսական ցեղասպանությունն է, մաքուր ցեղասպանության հետևանքով ինչ արեցինք, արտագաղթ սկսեցինք, չէ՞։ Բայց դա մի քանի շուտ է, սկսե 90-ականներին է այդ ամեն ինչը։ Այո։ Պրիվատիզացիաներ եւ այլն։ Բայց դա հիմք ունի, հա, արտագաղթը։ Եվ ժամանակի ընթացքում մեր արտաքին տրանսֆերտները, դրսից եկած փողերը դառել են տնտեսության ճյուղ։ Այսինքն Ադրբեջանը նավթ ու գազ արտահանում Փողաստանը, մենք մարդ եք արտահանում։ Ինչքան շատ կարող մարդիկ լինեն գնան, աշխատեն, փող ուղարկեն, հա, այնքան լավ։ То есть ստացվում է մեր ամենակարևոր ռեսուրսը, մարդկային ռեսուրսը մենք վերացել ենք, ոնց որ գյուղատնտեսությունն, արդյունաբերությունը, արտաքին տրանսֆերտը դառել է տնտեսական ճյուղ։ Եվ այն շահագրգռվածությունը, դրա տեղն էլ փարկասու, հնդիկներն են եկել, տարբեր տեղերից են եկել, չփարկասու ճակերտավոր։ Այդ սիստեման, այդ համակարգը, այդ կապիտալը, որը Ռուսաստանի բյուջեի կամ ռեսուրսների փոշիացման, խոսքով Ռուսաստանի մասին չի, որ մենք չենք նստած Ռուսաստանի տեղը մտածում, բայց այդ բոլորը բերեց դրան, որ մեր ռազմավարական օբյեկտները, կոպեկները ոտարվեցին, արտագաղթը դառավ տնտեսական ճյուղ, կախվածության մեջ տարբեր երկրների հնայի աճից։ Այդ ձևի մենք կարանք հանքահուքային ռեսուրսների, մի բան էլ ասեմ, անցած հարցազրույցի ժամանակ ես ասեցի 16 միլիարդ մեր հանքահուքային ռեսուրսները 16 միլիարդ է բանը Ադրբեջանին 45, իրականում ես սխալվել եմ 450 միլիարդ է Ադրբեջանին, 45-ը Վրաստանն է։ Մենք ընդամենը 16 միլիարդի, որ սա բոլիբդեն, բան, սա քանդենք, այդ կոնցենտրատները սա հավաքենք, ոնց որ ասա, վերջի դույլը լցնենք, վեդրոն լցնենք, տանենք 16 միլիարդ է։ Եվ այս պարագաներում, երբ որ արտագաղթով մենք արտաքին տրանսֆերտները դարել ենք տնտեսական ճյուղ, երբ որ երկիրը մցրել ենք
համակարգային կոռուպցիայի ու քաղաքական սպանությունների մեջ, երբ որ օրը ցերեկով քննչական կոմիտեից կարա չգիտեմ գումարներ անայտանա, այդ նույն քննչական կոմիտեն ամիսներով առերեսումներ չանի, չգիտեմ ինչ հատուկ գործողություններ անի, որ ֆինանսավորումը կոչի։ Ինչ ասեմ։ Բալա ո՞նց այդ սեյֆից այդքան փողան այտացել, ո՞նց են տարել։ Թե Այդ ինչ Կոպերֆիլդությունն է։ թե parza որ այն որ ես տենց եմ կոչում, որ գործում է պետության մեջ պետություն հանցավոր խմբավորումներ, կոնկրետ օրինակ է։ Պարոն Սահակյան, շատ արագ է անցնում ժամանակը, ասենց եւ լսում եմ եւ բազմաթիվ հարցեր են ծագում, բայց մի միտք ինձ հանգիստ չի տալիս, այսօրվա այդ կապված դուք նշեցիք, դերևս սա էլ խոսենք, այս մասին խոսենք ու փորձենք ամփոփել, ասացիք այս տեմպերով տանում են քաղաքացիական պատերազմի, հրահրում են քաղաքացիական պատերազմ։ Ովքեր են հրահրում Հայաստանի ներքաղաքացիական պատերազմի մասին է խոսքը, թե ոչ, եւ մի փոքր խնդրում եմ, սա կանխատեսում է, թե կոնկրետ փաստերով զարգացումների հետևանք։ Եվ շատ լավ հարց եք տալի, եւ իմ խնդրանքը նաեւ հարցազրույցի իմ անհանգստությունը հենց դրա հետ է կապված։ Ասեմ, որ հետեւյալը, որ ես շատ մանրամասը ցուցմունք եմ տվել կապված Ռուբեն Վարդանյանի հետ, ես իրան ճանաչում եմ 90-ական թվականներից, ես շատ լավ գիտեմ ինքը ինչ տեղեկությունների է տիրապետում, շատ։ Ես իրան գիտեմ այն ժամանակ, երբ որ Սոնցևսկի այդ խմբավորումների հետ էր աշխատում Իտալիայից մակարոն էին բերում, այդտեղից գիտեմ։ Էլ չեմ ասում Բերեզովսկու կրիշայի տակ մտնելուց հետո, էլ չեմ ասում Խադակովսկու մյուսը, այդ բոլորը շատ լավ գիտեմ, եւ ես 2002 թվականից, երբ որ ինքնաթիռի մեջ ասես դեպք եղավ, արեք սա պատմեմ, ես Ռավոյեսի շատ կարևոր պաշտոնյայի հետ թռնում էի Հայաստան, замначальник по экспорту Էստոմին, Ալեկ Էստոմինի հետ թռնում էի Հայաստան, եւ 2-3 օր մենք չէինք կարող տոց ճարեինք։ Ասենք հարմար պահին ճարեինք, ճարեցինք, հետո ինքնաթիռ Boeing, դատարկ։ Ես եմ Էստոմինն է եւ դեմը երկու հոգի նստած են։ Ռուբիկ Վարդանյանն մեկ էլ սկրիպալ է հայտնի։ Որ իբր թե թունավորվեց, այս արվեց, այն արվեց։ Եվ ես Էստոմինն է ինձ ըստ երևույթի պետք էր որ այդ տեղեկությունները շրջանառության մեջ դրվեր իմ միջոցով։ Ասես գիտես չէ, Ռուբիկը խիա գալի Հայաստան, հետ այդ գրուի գնդապետնա բան։ Ասի խիա ասես ոչ եմ գալիս է պայմանավորի որ միջուկային ծրագրերը վերցնեն իրանք անեն։ Ասես Իրաքի այդ կեղծ ապացույցները ստեղծելուց բաներից պատերազմից մի տարի առաջ է։ Ես մոտեցա Ռուբիկին, քանի որ ճանաչում եմ ժամանակին էլ իր հետ ասենք ինչ որ փորձակի մեջ էր ինքը հանցավոր աշխարհի հետ կապված ինչ որ հարցերով օգտակար եմ ելել, բան։ Ասի Ռուբիկ ասի, ես քո համար Սոնցևսկիները չեն։ Եթե դու էլ ասես գնդապետին գցել ես հետևից բուկալի, ինչ որ ասում եմ։ Եթե ես գնդապետի հետ հույսդ այդ գնդապետն այս գրոշնիկն է բան, այդպես մի արա, մտի կառավարություն լիազորագիր վերցու, սա միջուկային վարելիք է, սա շատ ծանր հետևանքներ ա ունենալու։ Այդ կողքից ասես թե ասենք այդպես չանենք, ինչ ես արել, ես եմ քեֆս լավ։ Ասի սամոլյոտից երկուսից էլ գցելու եմ, ինչ եմ արել։ Դա դարավ իմ համար ճակատագրական։ Ես այդ ժամանակ չգիտեի, որ իրանք շատ գաղտնի ծրագրով են գալի։ Ասենք Իրաքի պատերազմի հետ կապված են գալի, բայց իրոք չգիտեի։ Իրոք չգիտեի, այսինքն ձեր հարցին ուղիղ եմ պատասխանում։ Կարելի է։ Ռուբիկ Վարդանյանը թե Ավրորայով, թե իր գործունեությամբ, առավել ևս եկեղեցու բարձրագույն հոգևորական խորհրդի անդամ էր, չէ՞ նաև։ Այն ինֆորմացիան, որ ինքը տիրապետումն է, ինչ որ այսօր Ադրբեջանում Իրանից կարան ստանան, ամենայն հավանականությամբ կստանան, իսկ Չարլեզունն ասում է, որ Իրան ձերբակալելուց ֆլեշկեքը ու մեկ էլ կամպյուտերները սա հավաքած դասավորված է եղել։ Մնացած հեքիաթների դեր չեմ ուզում անդրադառնամ Իրան ոնց են կալանավորել, բայց ամեն դեպքում սա ֆլեշկեքը ասենց հերթով դասավորված է եղել, կամպյուտերների հետ միասին։ Ինքը շատ լավ գիտի ադրբեջանական կապիտալը ոնց է եվրոպական երկրներում դարեր օգուտով աշխատող կապիտալ է, շատ լավ գիտի։ Ինչ ծառայություններ է մատուցել, ինչ եմ ասում Թաթարստանի միջոցով։ Առաջինից ինքը տալի, որ ադրբեջանական կողմը տիրապետում է շատ լուրջ տեղեկությունների
Ռուբիկ Վարդայանի անձինս, մանավանդ նախորդ իմ հարցազրույցի ժամանակ ասեցի հոկտեմբերի 27-ի դեսպանատան պայթեցման շարունակությունը դա Պուտինի դեմ մահափորձն էր, որի հետևանքով Պուտինն եկավ ստեղ ու թեքվեց գույք պարտքի դիմաց։ Իր այդ հոկտեմբերի 27-ի պատվիրատուները, կազմակերպիչները շատ լավ գիտեն, որ հոկտեմբերի 27-ը Պուտինի դեմ մահափորձը ուղիղ կապ ունի իրար հետ։ Այդ ինֆորմացիաները հաստատ Ռուբիկ Վարդայանը ցուցմունք տված կլինի։ Այսինքն ստացվում է, թե ադրբեջանական կապիտալը ես նշեցի, որ 18 թվականին $211 միլիոն ուղիղ փոխանցում այլ է Հայաստան։ Գիտեք դրա մասին։ Հա, երկու հրապարակվեց։ Հա, ովքեր են ստացել։ Ինչի համար է ստացել։ Հա։ Այսինքն ադրբեջանական կողմը, նաև թուրքական կողմը, թե փողի իմաստով, թե գործակալական ցանցի իմաստով, թե ինֆորմացիայի իմաստով լավ տիրապետում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Կարող եմ սենց ասել։ Երկրորդ, հիմա ինչ է անում իշխանությունը, անձինս բանին այդ Անդրանիկ Քոչարյանի։ Մի կողմից 44 օրվա պատերազմի հետ կապված նյութերը չի ներկայացնում, օրենքը խախտելով, մյուս կողմից էլ կոնկրետ ապացուցված փաստերը թողնելով Ժիրար Սեֆելյանի տարբերակը դրել է շրջանառության մեջ։ Իսկ որտեղ Ժիրար Սեֆելյանը կարելի է շատ հանգիստ ինչ անել։ Զարգացնել։ Ոնց որ եղավ Սասնա ծռելը։ Երրորդը, որը ինձ հիմք է տալի բան անել, մի քիչ ես տեղյակ եմ այդ Բաշկիրիայում այդ խմբավորումների հետ կապված թե ինչ սարսափելի բաներ է բացահայտվել եւ նաեւ հստակ գիտեմ, որ հոկտեմբերի 27-ից առաջ թե հետո ես ձեզ ասեցի, չէ՞ որ 27-ից հետո ինձ են առաջարկել մասնակից լինել այդ գործարքին։ Այդ գումարները ինչ ճանապարհով է գնացել Բաշկիրիա եւ Բաշկիրիայից ինչ գործողություններ ա մշտապես կատարվել եւ կատարվում Հայաստանում։ Շատ լավ գիտեմ, օրինակ ռուսաց լեզվի հետ կապված մի հատ օրինակ կարա բերեմ։ Տեսեք, դուք չգիտեմ գիտեք, որ երբ որ բան կար, ասենց անձնավորություն կա, Կրիվապուսկով, Վիկտոր Վլադիմիրիչը։ Որսեր գալիս էր ասենք ռուսաց լեզվի չգիտեմ, ես ինչի հետ կապված, նախ առաջին գումարները Բաշկիրիայից է ստանում։ Կարոս Պետրոսյանի հետ միասին, Բաշնեվտից։ Երկրորդը Բաշկիրիայում այն ժամանակ, որ ինքը ստեղ իբր թե մեծ աշխատանք ու իրականում հակասություն էր ստեղծում։ Բաշկիրիայի օրենքով, կբանը Թաթարստանի օրենքով ռուսաց լեզուն արգելված էր։ Իսկ Բաշկիրիայում տենց են ասում դուրակա կլույչի լի։ Այսինքն Ռուսաստանի ներսում Թաթարստանում արգելված էր, այնտեղ կարելի ասել նմանապես Բաշկիրիայում, բայց Կրիվապուսկովը որոշ շրջանակների հետ միասին այնտեղից փող էր ստանում, գալիս էր ստեղ թե ռուսաց լեզուն չի պետական ստատուս չեք տալի։ Եվ դες հարյուրավոր օրինակներ կարամ բերեմ, որ այդ կապիտալը, որը մտել է Բաշկիրիա եւ Բաշկիրիայից ինչ հակասություններ հրարվել Բաշկիրիայի միջոցով Հայաստան։ Ես նկատի չունեմ Բաշկիր ժողովրդին, ես նկատի ունեմ այդ բանի Կիրիենկոյի կողմից, ոնց որ ասած, չեզոքացված այդ պետության մեջ պետություն հանցավոր խմբերին։ Հիմա մեր Հայաստանում ինչ է սպասվում այդ քաղաքացիական պատերազմը։ Եթե գնաց Անդրանիկ Քոչարյանի սցենարով, այսպես շեղելու, ինչ որ հակասություններ ստեղծելու, նայեք, տեսեք, մի կողմից Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ է, չէ՞ նկարվում, որ ասենք այն ջահելությունը դե հիշողության առումով նրանք չեն հիշում, չէ՞։ Մի կողմից էլ ասում են, տեսեք, այս մարդուն ինչ է ասել այս մարդը։ Հակասություն է, չէ՞ սնում։ Ինչի հիմա։ Ինչի Վազգեն Սարգսյանի ֆիլմից հետո հենց այդ ինքը սպասեց, Սեֆերյանին հիշեց։ Սեֆերյանն էլ դե ես Սեֆերյանին ոչ իր պաշտպանն եմ, ոչ էլ եթե կուզեք իմանաք ինձ ձեռել չի տալի։ Բայց եթե նայում եմ մի կողմից ինչ են անում հոկտեմբերի 27-ի մասով ոնց են կոծկում եւ ասենք այն խմբավորումները, որ իրանք ձևավորել են, կոպիտ ասած այդ քրեական գործի նյութերից փող քերելու։ Ուղիղ եմ ասում, փող քերելու։ Ես դա ասել եմ քննչական կոմիտեի նախագահի դեպքին եմ ասել, երբ որ ինքը ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավարն է։ Ասել արի պարզ քեզ ասեմ։ Ես գիտեմ որ դու ռազմաբազայի հետ կապված խառնված ես։ Ես գիտեմ որ այդ աբեկչական գործողությունների մեկ էլ բանը պարագլխի ֆինանսավորողի հետ դու կապերի մեջ ես։ Ես շատ լավ գիտեմ։
Եվ շատ լավ գիտեմ, որ հիմա խնդիրը դրված է փող քերելու։ Դուք հոկտեմբերի 27-ը այդ ձևով եք նայում, որը շատ լուրջ հետևանքների ա բերելու ձեզ։ Շատ լուրջ։ Տեսեք, բաց եմ ասում, չէ՞։ Եվ հրապարակայով ես իրան ուղարկել եմ այդ դիմումները։ Ես ուղղակի քննչական կոմիտեի ներկայից նախագահին հորդորում եմ եւ միաժամանակ զգուշացնում եմ։ Ռազմաբազայի ժամանակ ինքը եղել է Շիրակի մարզի դադախազի տեղակալը եւ այն անձիկ, որոնք հոկտեմբերի 27-ի այդ անձավոր գործողությունների ֆինանսավորման հետ կապ են ունեցել, նա լուրջ կապեր ունի նրանց հետ, հետո շատ ակտիվ է Սանկտ Պետերբուրգը գնացել եկե բազմիցս։ Հա, եթե ինքը որևէ պարտավորվածություններ ունի, զգուշացնում եմ ու հորդորում եմ, որ ձեռ քաշի։ Կան ապացուցված փաստեր, այդ ապացուցված փաստերով պետք է որոշումներ կայացվեն։ Մոտ 1 ժամ զրուցում ենք, բայց ավելի շատ հարցեր առաջացավ ինձ մոտ այսօրվա համար, այս հաղորդման համար, եթե դեմ չեք այսքանը, փորձենք մարսել ու հասկանալ այն, ինչ դուք նշեցիք ու արտահայտեցիք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, մեր հյուրն այսօր Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր 2000-ից 2003 թվականներին Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության կառավարությունում Տարոն Սահակյանն է։ Շնորհակալություն նաև ձեզ, որ մեր ալիքին բաժանորդագրվեցիք եւ հարցազրույցը դիտեցիք։